Տիկին Մանուկյան ամանորը որքան էլ մեզ համար տոն է, բայց առողջական թեթև խնդիր ունեցողների համար այն կարող է դառնալ բարդացման շրջան։ Խնդրում եմ նշեք, թե առողջական հիմնականում ինչ խնդիրների ենք հանդիպում տոնական օրերին եւ որն է պատճառը, որ այդ խնդիրները սրանում են։ Շատ կարևոր թեմայի ենք հիմա անդրադառնում եւ ասեմ, որ ամանորյա, հետ ամանորյա եւ ամանորյա խնդիրները սկսվում են նախորդ ամսվանից, դեկտեմբեր ամսից, որովհետև դեկտեմբեր ամիսը մեր ամենածանր տարվա ամիսն է, քանի որ տարվա վերջը ինքը լի է տարբեր այսպես խնդիրներով։ Առաջինը մենք տարի ենք փակում, թե գործերի առումով, թե մեր գերծանրաբեռնվածության առումով ուզում ենք ամեն ինչը հասցնել, ուզում ենք հասցնել նաև նախապատրաստվել նոր տարուն, նվերներ առնել եւ այլ, ինքը համարվում է 12 ամիսների մեջ ամենաստրեսային ամիսը։ Կարծես այն ինչը չենք հասցրել անել տարվա ընթացքում պետք է ավարտենք դեկտեմբեր ամսին եւ այսպես կուտակվում է ավելնորդ ստրես, ավելնորդ գերհոգնածություն, հա, մանավանդ վերջի օրերի նախապատրաստական աշխատանքները, երբ որ խոհանոցից կան հայ կանայք դուրս չեն գալիս, այդ ամբողջը կուտակվում է եւ բնականաբար դա հետո իր անդրադարձը ունենալու է ազատ օրերի ընթացքում, տոնական օրերի ընթացքում։ Եվ տեսեք բոլոր այն մարդիկ, որոնք ունեն սիրտանոթային խնդիրներ, օրինակ ունեն զարկերակային գերճշում, սրտի իշեմիկ հիվանդություն եւ այլ, անպայման տոնական օրերին, երբ որ լարվածությունը թողում է, այսինքն կոմպենսատոր մեխանիզմները, որոնք պահում էին մարդուն զգոն եւ ձիգ, որպեսզի հասցներ այդ ամեն ինչը ավարտեր տարվա վերջին, հիմա արդեն թուլանում է հանգստյան օրերին եւ արտահայտվում են։ Միշտ ցանկացած հիվանդություն արտահայտվում է այն ժամանակ, երբ որ օրգանիզմը թուլացնում է իր կոմպենսատոր մեխանիզմները, իր մոբիլիզացիան։ Եվ բնականաբար ճնշման տատանումները սկսվում են։ Բացի դրանից ես անպայման ուզում եմ ասել, որ մեզ մոտ այդպիսի շատ դեպքեր կան եւ սովորույթ միգուցե հայ ազգին բնորոշ չգիտեմ, որ մենք մտածում ենք, եթե տոնական օրեր է, եթե նոր տարի է եւ մենք ալկոհոլ ենք օգտագործում, կարելի է դեղերը չխմել, բաց թողել։ Օրինակ երեկոյան պետք է գնամ հյուր, երեկոյան դեղը չխմել։ Այդպես չի կարելի, հատկապես ուզում եմ հիմա շեշտել, որ բոլոր սիրտանոթային դեղերը ալկոհոլի հետ հակացուցում չունեն։ Ցանկալի չեն, բայց հակացուցում չունեն։ Ուրիշ բան խոսքը, եթե գնա հոգեմետ դեղերին, այո, նրանք ալկոհոլի հետ ունեն հակացուցում, բայց սիրտանոթային դեղորայքը ոչ։ Եվ այսպես գալիս է նոր տարի եւ բնականաբար մենք ունենք ամեն տարի նույն ձևի ունենք այն ինչ ունենք առաջինը չարաշահում սննդի, ուտում ենք անկանոն, ուտում ենք շատ եւ տեսեք միջին ստատիստիկ տվյալներով մարդը կես կիլոից մինչեւ 2 կիլոգրամ կես կիլոգրամից մինչեւ 2 կիլոգրամ քաշ է ավելացնում 65-ից 70% աշխարհի բնակչությունը նոր տարվա տոնական օրերին, հա, այդպես 7-ից 10 օրվա ընթացքում 2 կիլո քաշ է ավելացնում, դա բավականին լուրջ թիվ է։ Ուտում ենք շատ ուտում անկանոն չարաշահում ենք ալկոհոլը, չարաշահում ենք ճարպային սնունդը, կծուն, թթուն բնականաբար եւ տարբեր համեմունքներով դժվարամարս, ծանրամարս սնունդը չարաշահում ենք խոզի միսը բնականաբար, որը պարտադիր ատրիբուտ է մեր բոլորի սեղաններին եւ ոչ ոք չի մտածում, որ կարելի է ուտել ավելի թեթև, ավելի տեսեք, պատահական չի երևի, որ ամանորի օրերը նաեւ ծննդյան տոներն է եւ մենք ունենք պահոց շրջան 31-ից մինչև ամսի 6-ը պահոց շրջան է, բայց բավականին քիչ մարդիկ են այդ պահքը պահում, որ եւ չեն ծանրաբեռնում իրենց այդ ծանր սնունդով։ Ալկոհոլի չարաշահումը, բնականաբար ճարպոտ սնունդի չարաշահումը բերում է նրան, որ բնականաբար սրանալու է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունները, եթե անգամ չունենել, միևնույն է
դժվարամարսությունը, թունավորումները, հա, իրար հետ տարբեր սննդի խառնելը մեր օրգանիզմը սովոր չի ընդունել այդպիսի խառը համադրություն սնունդի եւ սովոր չի ընդունել այդ քանակի սնունդ։ Դրա համար շատանում են թույնավորումները, լուծերը եւ այլ։ Տեսեք, գնում ենք մի հյուր, ուտում ենք խոզի միս, չգիտեմ եւ այլ, վրայից քաղցր, գազավորված ըմպելիքներ եւ այլ։ Այսինքն քաղցրից հետո գնում ենք մեկ այլ հյուր եւ այնտեղ նորից այդ նույնը շարունակ, այսինքն մի քանի անգամ առանց քաղցի պահանջի մենք մի քանի անգամ նույն բաները իրար հետ խառնում ենք, պատկերացրեցիք, եւ դա եղավ, որ մի ժամը 1 կամ 2 ժամը 1 մենք այդ նույն քանակի ծանր սնունդը ընդունում ենք եւ ստացվում է, որ մենք արդեն բնականաբար ոչ մի ստամոքսաղեքային տրակտ չի դիմանա, անպայման սրվում են ենթաստամոքսային գեղձը, որտեղ ենթաստամոքսային գեղձը ունակ չի այդ քանակի ֆերմենտ արտադրելու, որպեսի մարսի։ Լեղապարկը այդքան լեղի չի կարող արտադրել, որ մատակարարի ճարպոտ սնունդը մարսելու համար։ Հատկապես այն մարդիկ, որոնք ունեն արդեն լեղապարկի բորբոքում, արդեն ունեն քար լեղապարկում, անպայման այդ քարերը սրվելու են, անպայման լինելու է նոպաներ եւ այլ։ Ինչ եմ ես առաջարկում դրա դիմաց։ Ես առաջարկում եմ, որպեսի գոնե եթե գեր քանակի սնունդ են կերել եւ խառնել են իրար սնունդը եւ ալկոհոլն էլ վրայից չարաշահել են, այդ դեպքում, այսինքն չարաշահել բառը ինչ եմ անդադ օգտագործում, տեսեք, ոչ ոք իհարկե 1-2 գավաթով չի բավարարվում, հասկանում եք, անպայման պետք է շիշը ավարտվի, որ մենք հասկանանք, որ լավ կերել խմել ենք, հիմա գնանք միատել մեկ ուրիշ տեղ։ Եվ տեսեք, մի այսպիսի կա հետաքրքիր բան, որ եթե մենք ալկոհոլի հետ ասում են պետքա լավ ուտես, չէ, դա շատ սխալ հասկացողություն է։ Այո, եթե մենք ալկոհոլի հետ ուտում ենք ճարպոտ սնունդը, ալկոհոլի ազդեցությունը բացասական ավելի լյարդի վրա ավելի շատանում է, ինչու, որովհետև այդ նույն լյարդը նաև պետք է այդ ճարպը մարսի, համալկոհոլի մետաբոլիտները, այսինքն նյութափոխանակության արգասիքները, համ ճարպոտ սնունդը լյարդի համար արդեն շատ է լինում, դրա համար այն մյուս օրը, որ մենք ասում ենք պախմելնի սինդրոմ, այսինքն ավելի ծանր է այն մարդկանց մոտ, որոնք որ կերել են յուղոտ, սուր համեմունքներով ճարպոտ կեր, այդ իրանց մոտ ավելի դժվար է մյուս օրը արտահայտվում եւ բնականաբար, քանի որ նոր տարին շարունակվում է, առաջին իսկ միտքը որտեղ գնանք, որ նորից խմենք, բնականաբար, որտեղ այո, իդեպ այդ համախտանիշը դուրս է գալիս եւս 1 գավաթ սպիրտ օգտագործելով, դա իրականում այդպես է։ Եվ որպեսզի պետք է անպայման կանոնակարգել, գոնե 3 ժամ պետք է անցնի մեկ սնունդ ընդունումից, վերջի քաղցրի վրա չի կարելի մի ժամ հետո նորից ուտել խոզի միս, օրինակ, պետք է գոնե 3 ժամ անցնի տևողությունը, դա մեկ, երկրորդը, եթե մենք զգում ենք, որ շատ ենք կերել, մենք պետք է օգտագործենք ֆերմենտատիվ պրեպարատներ, այսինքն այնպիսի դեղորայք, որոնք որ կօգնեն ենթաստամոքսային գեղձին մարսելու եւ չեն ծանրաբեռնի, հա, մենք ունենք տարբեր տեսակի, մեզինֆորտեֆես, տարբեր դեղեր, մենք պետք է օգտագործենք ֆերմենտատիվ դեղեր, որոնք կօգնեն ենթաստամոքսային գեղձին մարսել, օրինակ կրեոն, մեզինֆորտեֆեստալ, այսինքն իրանք այն ֆերմենտներն են, որը ենթաստամոքսային գեղձ արտադրում, բայց այդ մեծ քանակի դեպքում չի կարողանում այդքան արտադրել, մենք իրան կողքից կարող ենք օգնել։ Եթե մենք ունենանք լուծեր, թույնավորումներ, խանգարումներ, տարբեր մարսողական, մենք պետք է օգտագործենք պրոբիոտիկներ, շատ լավ օգնում են պրոբիոտիկները, նույն մաքսիլակը, նույն մեր տարբեր պրոբիոտիկներ կարող ենք օգտագործել, նարին են թեկուզ, մածունը մեր, անպայման պետք է կարողանանք, նույնիսկ ես գիտեմ ընտանիքներ, որոնք անպայման ունենում են սպա սարքած, հա, նոր տարվա ուտելիքի հետ, որպեսզի որպես այսպես առողջարար ավելի սնունդ կամ աղիքների գործունեությունը լավացնող սնունդ։ Նոր տարվա
բարդույթներից մեկը դա քնի խանգարումներն են։ Ես անպայման ուզում եմ ասել, որտեղ մենք երկար մնում ենք, ուշ քնում ենք, շուտ արթնանում ենք, այս քնի խանգարումները դրանք ստեղծում են ստրեսային իրավիճակ։ Եվ ամենակարևորը այդ ամեն ինչի ուտում ու նստում ենք։ Մենք շատ սակավ շարժունակ ենք, հա, նստում ենք մեքենան, գնում ենք հյուր, գալիս ենք, ոչ ոք չի քայլում, ոչ ոք սպորտային դահլիճներ չեն գնում, հա, մարզասրահներ չեն գնում եւ այլ, այսինքն մենք ուտում ու նստում ենք, սակավաշարժ ենք եւ բնականաբար նորմալ չենք քնում, ուշ ենք քնում եւ այլ։ Մենք գիտենք, որ շատ կարեւոր է քունը եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ ուշ քնել, ուշ արթնանալը դա մեզ ոչինչ չի օգնում։ Բացատրեմ ինչու։ Մենք ունենք մելատոնին հորմոնը, որը սկսում է արտադրվել ժամը 11-ին։ Իր պիկը ժամը 3-ն է գիշերվա։ 3-ից հետո ինքը սկսում է նվազել։ Մենք այդ մելատոնինի բիորիթմին պետք է համապատասխան քնենք։ Եվ մենք պետք է քնենք 11-ին, ժամը 3-ին պետք է լինենք խորը քնի մեջ, ոչ թե 3-ին նոր քնենք։ Եվ 3-ից հետո արդեն որ ինքը նվազում է 5-ին, 6-ին, 7-ին, երբ որ արթնանանք, դա նորմալ է։ Ավելի լավ է վաղ արթնանալ, քան թե ուշ քնել, ուշ արթնանալ։ 3-ին քնում են, 12-ին ցերեկը նոր 1-ին արթնանում են։ Դա չեղավ։ Այսինքն եթե մենք մելատոնինի բիորիթմի հետ համապատասխան չենք քնում, այդ քունը մեզ հանգիստ չի բերում։ Ուղղակի մենք քնում ենք, բայց մենք հետո արթնանում ենք կոտրված, այսպես անաշխատունակ, չէ՞, այսպես կարծես չի կարողանում ուղղակի միանալ ինչ-որ գործ անելու։ Դրա համար պետք է մենք մելատոնինի հետ ճիշտ քնենք, իսկ դա հաստատ ոչ մեկ նոր տարվա օրերին ժամը 11-ին չի քնում բնականաբար, եթե դա աշխատանքային օրեր չեն, առավել եւս։ Տեսեք, ձեր տարբերակը եւս մի իդեալական տարբերակ էր, որ դուք առաջարկեցիք, մի տեղում այո, պետք է սկսել պարտադիր աղցանից, մյուս տեղը տաք ուտեստ, մյուս տեղը քաղցրավենիք, թեյ կամ սուրճ եւ այլ։ Շատ լավ, եթե մենք հաճախ պետք է մի քանի նույն օրվա մեջ մի քանի պետք է հյուրընկալենք մի քանի տարբեր բարեկամների մոտ։ Իսկ եթե մենք կարող ենք մի տեղում 3-ն էլ ուտել, այդ դեպքում գոնե պիտի 3 ժամ հետո ամենաքիչը 3-ից 4 ժամ հետո նորից այդ նույն փաթեթը, այսպես ասած, սննդակարգի կրկնել, բայց գոնե պետք է 3-4 ժամ անցնի, որ մեր օրգանիզմը մարսի, մյուսը չմարսած մենք ուղակի ծանրաբեռնում ենք, մեր այդպես չի լինում, էլի, իսկ այդպես էլ որ ձեր ասած իդեալական տարբերակ օգտագործի, բնականաբար թեյի քաղցրավենիքի հետ էլ խմիչքն էլ չի օգտագործվի եւ ավելի այդպես խմիչքի չարաշահումն էլ էլի կլինի արդեն չի լինի չարաշահում, կլինի նորմալ գոնե օգտագործում, որովհետեւ վերջապես լյարդը պետքա կարողանա այդ ամեն ինչը մարսել։ Շատ լավ տարբերակ եք առաջարկում, ես կարծում եմ, եթե մեզ լսողները դա օգտագործեն, շատ ճիշտ կլինի, որովհետեւ չի կարելի էլի մի 4-5 օրում այդքան ուտել ու տեսեք աղցանին համարյա ոչ ոք չի մոտենում։ Ես ինչքան տեսել եմ, նկատել եմ, որ աղցան համարյա ոչ ոք չի օգտագործում։ Բոլոր այդ տոլմաները, այդ խոզի բուդը, որ պարտադիր սեղանի ատրիբուտ պետք է լինի, հետնել մի հատ խոզի խորոված եւ այլ, այդպես ծանր եւ մեկ էլ ասեմ, տեսեք երկու կարևոր բան եմ ուզում շեշտեմ, մայոնեզը եւ պոպոկը։ Մեր բոլոր աղցանները համեմված են մայոնեզով։ Մայոնեզը շատ դժվարամարս է։ Եթե հնարավոր է մենք փոխարինենք թթվասերով, շատ ավելի լավ կլինի։ Կամ մի քիչ մայոնեզ, մի քիչ թթվա, եթե կարելի է ինչ-որ տարբերակներ գտնել։ Երկրորդը պոպոկը, բոլոր աղցանների մեջ մենք ունենք
Պոպոկն էլ է շատ համարվում դժվարամարս եւ ինքը կարող է առաջացնել մեծ քանակի պոպոկը համ աղցանների մեջ կա համ էլ որպես չարազի տեսքով չէ դրված է սեղանին տեսեք պոպոկի չարաշահումը եւ տարբեր այլ միայն սովորական պոպոկը չէ նուշը պնդուկը եւ այլ չարաշահումն էլ կարող է խցանումներ առաջացնել աղիքներում այսինքն սա էլ պետք է հասկանանք որ չափավոր օգտագործենք էլի այդ երկուսի վրա անպայման ուզում էի շեշտը դնել մայոնեզի եւ պոպոկի որտեվ նա բոլոր աղցանները մայոնեզով են սա էլ մենք պոպոկը ամենտեղ կա բացի դրանից չարազը սկսում ենք առանց վերահսկողության ուտել եւ ստացվում է որ անպայման դա պետք է լինի փորացավեր հետո շատ են փսխումները դիմում են ինձ սրտխառնոցներ փսխումներ լուծեր չգիտեմ կամ հակառակ աղիքների գործունեությունը շատ են գազ արտադրությունը հա վքնածությունը այդ զգացողությունները դրանք շատ կարեւոր է որպեսզի մենք ճիշտ դասավորենք իսկ եթե մենք արդեն եկել ենք տուն ու ուզում ենք որ այդ բոլոր գանգատները կա գոնե խմենք ֆերմենտատիվ պրեպարատներ որ օգնեն մեզ մարսել այդ ամենը Տեսեք, եւս շատ հետաքրքիր բան է։ Մենք դրանից հետո պետք է սկսենք օրգանիզմը մենք օգնենք վերականգնվելու։ Այսինքն մենք պետք է մաքրենք այդ շլակերից, այսպես ասած, հա, կուտակված, ավելնորդ, ճարպայից, արգասիքներից։ Դրա համար պետք է անցնենք ավելի թեթևամարս սնունդի, որն է թեթևամարս սնունդը, բնականաբար եւ ինչու, տեսեք, հենց գալիս է ամսի 6-ին, 7-ին մեր ծննդյան տոնը, հա, Քրիստոսի ծննդյան տոնը եւ պահքից դուրս են գալիս, անկախ նրանից ովքեր որ պահք չէին էլ պահել, միևնույնն է այդ փլավը, ձուկը եւ այլ չէ բրնձով փլավ մենք ուտում ենք այդ դրանք թեթևամարս այսինքն մենք պետք է անցնենք հատիկեղենին բրինձը հնդկաձավարը ձուկը հա դրանք թեթևամարս եւ իհարկե բանջարեղեններ ու մրգեր ու քանակը նաեւ պետքա սկսենք կրճատել անպայման քանակը սննդի ընդունման եւ ռեժիմով որպեսզի մենք նախաճաշ ճաշ եւ ընթրիք, հա, հավասարաչափ բաժանենք, որտեվ որ լինի ճիշտ ժամային հատվածներով, թե չէ այսպես ասում եմ իրար վրա խառը ուտում ենք ու այս ամենք ինքներս պետքա կարգավորենք եւ մոտավորապես մի 3-4 օր հետո արդեն մեր օրգանիզմը կընկնի հունի մեջ անպայման եւ կարծում եմ որ արդեն անցնենք աշխատանքի քունը պետքա կարգավորենք որպեսզի նորմալ քնենք եւ դուրս գանք այդ տեսեք միած sense հետաքրիր արտահայտություն կա ասում հանգստից հետո պետք է հանգստանալ կարծես թե հանգստյան օրեր են տոնական օրեր են բայց դրանից հետո մենք այնքան ենք ծանրաբեռնում մեզ որ կարծես նորից մեզ պետքա հանգստանալ այդ երկրորդ հանգստանալը գալ մեր նորմալ ռիթմին Շատ լավ իմանգյա շնորհակալ եմ եւ ձեր ուղերձը հայ ժողովրդին եւ այն մարդկանց որոնք այս պահին հատկապես առողջությունից կանգնած են Ես մեր ժողովրդին իհարկե ցանկանում եմ առաջինը լինել առողջ եւ ամենակարևորը պահպանել առողջությունը, ոչ թե հիվանդությունը ձևավորվի, նոր մենք դիմենք բժշկին եւ հատկապես երբ որ արդեն դանակը ոսկորին է հասած, մեր հայ ժողովրդին շատ բնորոշ է։ Ես հուսով եմ, որ 2026 թվականին կմտնի ապահովագրություն առողջապահության եւ մենք բոլորս կունենանք հասանելի, որակյալ առողջապահություն եւ կկարողանանք օգտվել այդ ամենից։ Առողջ եղեք մարմնով եւ մտքով։ Դա շատ կարեւոր է եւ թող մեր միտքը միշտ լինի պայծառ, մեր հոգին լինի բարի եւ պայծառ մտքով եւ բարություն սփռելով մենք կարող ենք դա բումերանգով վերադառնալու է մեզ։ Եվ ես ուզում եմ, որ այս ամենը նաև Աստծո նախախնամությամբ լինի։ Այսինքն մեր առողջությունը, մեր գործերը, մեր ամեն ինչը պետք է
համեմված լինի Աստծո նախախնամությամբ։ Եվ ես ուզում եմ, որ այն մարդիկ, որոնք որ ունեն որևէ առողջական խնդիրներ, այ հիմա մինչև նոր տարի իրենց բուժող բժիշկների հետ եւս մեկ անգամ վերանայեն իրենց դեղորայքը, իրենց միգուցե ինչ-որ բան է պետք ավելացնել, միգուցե մի խորհուրդ եւս կտա իր բուժող բժիշկը, որպեսզի ավելի հանգիստ եւ ավելի այսպես առանց հիվանդագին վիճակների, առանց բարդությունների անցկացնեն նոր տարվա օրերը։ Բոլորիս առողջություն, հաջողություն եւ բնականաբար խաղաղություն մեր երկրի։